Տարածես, վերջին օրերին հանրային քաղաքական եւ կրոնական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվել եւ շարունակում է մնալ վարչապետի հայտարարությունները եւ գրառումները սոցցանցերում, որոնք վերաբերում էին հայ առաքելական եկեղեցիներում տիրող իրավիճակին, հոգեվորականների կուսակրոնության ուխտը խախտելու խնդիրներին, ընդհանուր մինչև կաթողիկոսի ընտրության ընթացակարգերի փոփոխության անհրաժեշտությանը։ Այս ամենը բնականաբար ռումբի էֆեկտ ունեցավ հանրային քաղաքական լրատվական դաշտերում, սկսեցին սուր արձագանքներ, հոգևոր դաշտը դժգոհում էր, հասարակության մի մասը կոշտ քննադատում էր վարչապետին, մյուս մասը պաշտպանում, բայց այս ամենի մեջ թերևս ամենագլխավորը եւ ամենակարևորն այն է, որ վերհանվեցին խորքային խնդիրներ հոգևորականների բարեվարկությունից մինչև կաթողիկոսի ընտրության ընթացակարգ։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում մենք խոսելու ենք պետություն, եկեղեցի, թվում է թե օրենսդրորեն կարգավորված հարաբերություններին, նաև իշխանություն, եկեղեցի ակնհայտորեն լարված հարաբերությունների մասին եւ այս ամենը փորձելու ենք դիտարկել Հայաստանում առկա քաղաքական մշակույթի համատեքստում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, բարև ձեզ, պարոն Մկրտչյան, դուք հատկապես ակտիվ եք այս թեմայով։ Սկսենք կառավարության նիստից, որի ժամանակ հնչեց վարչապետի այդ հայտարարությունը եկեղեցիներում տիրող իրավիճակի մասին, սա պատճառ էր թե առիթ եւ ընդհանրապես որն էր այս հայտարարության նպատակը, որոնք էին այս հայտարարության ուղերձները, դրանք քաղաքական էին, հանրային թե պարոյական։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սրտից բխող խոսք էր, որ եկեղեցու ներսում ընդհանրապես չի կարելի եկեղեցին վերածել չուլանների, եկեղեցին չի կարելի վերածել խորհրդանոցների, եկեղեցու հանդեպ պետք է ունենալ առանձնահատուկ վերաբերմունք, որովհետև դա Աստծո տունն է։ Այս տեսակետը հնչեցնելուց հետո ինչ պատկեր ձևավորվեց ընդհանրապես, հա։ Հոգևորական շրջանակներից սկսեցին անգամ անձնական վիրավորանք պարունակող հայտարարություններ հնչեցնել, քաղաքական բնույթի հայտարարություններ հնչեցնել եւ առհասարակ այնպիսի տպավորություններ, որ այդ եկեղեցու ներսում ավել, սավոք, չգիտեմ, տեղավորելը բան անել, դա ճիշտ է, դա եկեղեցական նորմերի համաձայն է, պետությունը իրավունք չունի կամ պետության ներսում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եկենք մի կողմ դնենք վարչապետին, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք չունի դրա մասին խոսել, դա իրենց գործն է, որովհետև ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարցը այսպես էր տրվում, թե արդյոք պետական պաշտոնյան տվյալ դեպքում վարչապետը իրավունք ունի հրապարակայնորեն դիրքորոշում հայտնի եկեղեցում տիրող վիճակի մասին։ Եկանք հանգեցինք այն կետին, որ ըստ եկեղեցու կամ ըստ եկեղեցու որոշ սպասավորների այդ թեմաները տաբուներ կան մեր մեջ, այսինքն պլանկեկ կա սահմանած, որ դրանից այն կողմ պիտի չանցնել։ Կարմիր գծեր կա, որ դրանից այն կողմ պիտի չանցնել։ Թեմաներ կա, որ ընդհանրապես պիտի չշոշափել։ Ու գալիս ենք կուսակրոնության ուխտը դրժած, ի պատասխան էս ամեն ինչի հոգևորականների ներողություն։ Այսինքն դուք արդեն գալիս եք սրբազանի եւ քեռակնոջ թեմային։ Նաեւ սրբազանի եւ քեռակնոջ թեմային վարչապետը մի փոքր սուր գրառում կատարեց, իրավիճակը բնորոշող, օգտագործելով կոնկրետ բառ։ Ես երեք օրինակ այս վերջին օրերին ավելի ճիշտ համացանց ուսումնասիրելով ինչ առաջին տպավորությունն ինչպիսին էր հենց առաջին օրը։ Հանրությունը թիրախավորել էր վարչապետին օգտագործված բառի համար։ Օգտագործվել էր դոմփել բառը։ Դե մի մասը պաշտպանում են, սա հեռուստատեսային եթերում կարելի է օգտագործել, որովհետև սրա նախադեպը կա։ Տարիներ շարունակ թիվ 1 փեսայի կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքով, Armenia TV-ով, դե այդպես է եղել, պարոն Կիրակոսյան, թիվ 1 փեսայի կողմից ֆինանսավորվող Armenia TV-ով, կարգին հաղորդման սկեչերի ընթացքում հեռուստասերիալների ընթացքում ընդհանուր դրա վիզուալ բեմականացված պրոցեսը ցուցադրվել է ամբողջ
հանրությանը եւ որտեղ էին այս կեղծ բարեպաշտները, հա, ուր էիք դուք ընդհանրապես, երբ որ մի ամբողջ սերունդ էին, այս մարդիկ սերնդի արժե համակարգ էին պղծում եւ սերունդներին դեգրադացնում էին իրենց հաղորդաշարներով, բա ուր էիք, երբ որ Դոմփել բարի վիզուալացված պատկերավորված տեսարանը դնում էին ձեր ընտանիքի անդամների առաջ Armenia TV-ով։ Հիմա վարչապետն օգտագործել է բառը ներողություն, Սրբազանը թող քերակնոջը լողացներ, վարչապետն ասեր գնա լողացրա։ Հիմա անկեղծ եմ ասում, սա նոնսենս է։ Այսինքն կուսակրոն քահանան կարող է ըստ մեղադրանքի, ըստ վարկածի, կարող է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր մերձավոր ազգականի տիկնոջ հետ։ Եթե դա այդպես չի, թող դուրս գան ասեն այդպես չի կամ վարչապետից պահանջեն փաստեր եւ փաստական տվյալներ։ Վարչապետը կոնկրետ անուն չի նշել։ Դրա համար եմ ասում, թող սրբազանները բոլորով, ինչքան սրբազան կա հայ առաքելական եկեղեցում, բոլոր անխտիր հավաքվեն ու փաստեր պահանջեն։ Բա ինչի՞ չեն պահանջում։ Լավ է մեկնա այդպես, իսկ ներողություն կուսակրոնության ուխտի մասին, երբ որ մենք խոսում ենք, այդ ուխտի խախտման մասին, երբ որ խոսում ենք, եկեղեցին ասում է մի վարքյան։ Եկեղեցականներ ես, ուխտավորներ ասում են հələ մի վարքյան, դուք ի՞նչ գործ ունեք մեր ներքին կանոնակարգի հետ։ Դա մեր ներքին կանոնակարգն է, կուսակրոնության ուխտը միակը չի, փողի հանդեպ հավակնություններ եւ այսպես գայթակղությանը չդիմանալու մասին եւս այդտեղ ուխտ կա, որ մենք կնքում ենք, ստորագրում ենք կամ ընդունում ենք, դա եւս խախտել չի կարելի, բայց եթե խախտենք, մենք կարող ենք ապաշխարել։ Մեզ դա գայթակղություն է, օրինակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանը ի տարբերություն մնացած սրբազանների, այս մարդը գոնե ընդունում է, որ սրբազանների մեջ այդ կուսակրոնության ուխտը կնքած հոգևորականների մեջ շատ-շատերը անգամ մեկ շաբաթ չեն կարողանում առանցել։ Այո, մի քանի օր առաջ է խոսել իր հարցազրույցներից մեկում, պնդելով, որ դժվար առանց կին ապրել, իրենց համար էլ է դա դժվար, դա գայթակղություն է առավել եւս 21-րդ դարում, իսկ եթե ես այս ամեն ինչը բերեմ եւ տեղայնացնեմ, օրինակ Գյումրու վրա, օրինակ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն էլ մեղադրում էր լրագրողներին, աղջիկ լրագրողներին, ինչ որ կարճ շրջազգեստեր հագնելու մեջ ոտքերը բացում։ Սրբազանի ասածը մի քիչ այլ կերպ է ասում են, իրենք այլ կերպ են մեկնաբանում, որ դա ոչ թե փաստ է արձանագրվում, որ դժվար է, ուրեմն մենք խախտում ենք, այլ որպեսզի ցուցանի, ցույց տա, թե ինչքան դժվար է այդ ուխտին հետևելը, բայց մենք հետևում ենք, որովհետև դա մահապարտության կնարմատը։ Ներողություն, մի հատ հարց տամ էլի այդ սրբազանին եւ մնացած սրբազաններին։ Զորով ենք խաչը ձեր վզից կախել, թե զաստավիտով ենք ձեզ այդ կուսակրոնության ուխտը ընդունել տվել։ Կարող է զորով ենք արել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հավատավոր հայ ժողովուրդը, հայ առաքելական եկեղեցին, վեհապար հայրապետը օրինակ։ Ասում են դա մեր ներքին կանոնակարգն է, ինչ գործ ունեք։ Յա, բա ինչ եք հատում այդ սահմանները։ Այսինքն ինչ գործ ունեք։ Ներողություն, այդ ուխտը, որ իրենք կնքում են, ընդունում են, Աստծո հետ ենք ընկում, մեր հետ չենք ընկում։ Էլի մենք գործ ունենք։ Էլի այնպես չի, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է, որ մենք ասում են մենք Աստծո հետ ենք ընկել, մենք կապաշխարենք, Աստված մեզ կների, դուք ի՞նչ։ Այստեղ ես ասում եմ, այնպես չի, որ այդ սրբապղծության մեջ մեղադրվող հոգևորականը, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը կարող է իմ ձեր Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների համար հանդիսանա միջնորդ Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Բնավ այդ մարդը միջնորդ չի կարող հանդիսանալ։ Այդ մարդը թող գնա, առնվազն ժավելաջրով ձեռները մաքրի։ Առնվազն։ Այդ թեմայով վարչապետը գրառում արել է, իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը, սա իրականում բացի արձանագրումից, որ խախտելու դեպքում զրկվում է, ուրիշ ինչ տողատակեր ունի։ Ունեք տեսեք, եթե կլինեն հերքող հայտարարություններ, իսկ Միքայել Աճապահյանը ի տարբերություն մյուսների չի հերքում, ինքը ասում է մեկ ամիս էլ չենք կարող դիմանալ։ Ըստ երևույթին նա նաև իր կողմից այսպես իրենից վանում է։ Մեկ ամիս էլ է դժվար դիմանալը, բայց մենք թուղթը ունենք եւ պահում ենք, դժվար է։ Հաստատ պահում են,
Բա որ սկսենք անուններ տալ, բա որ սկսենք փաստեր հրապարակել, բա որ սկսենք ծակերից իրանց երեխեքին հանել, բա որ սկսենք։ Ես որ ասում էի տողատակեր, այս գրառման մեջ դա նկատի ունեի։ Այսինքն եթե վարչապետը ասում է այսպես, այսինքն եթե նրանք հերք են, եթե նրանք շարունակեն ջայլամային քաղաքականությունը, եթե գլուխները կողեն ավազի մեջ ու ասեն, որ այսպիսի բան մեր շուրջ տեղի չի ունենում, մենք հայ առաքելական սուրբ եկեղեցու սրբազաններն ենք իրենց ոճով, հա, եթե այս բանը շարունակվի, ես կարծում եմ ընդհանուր պետք է օգտագործել նրանց հարկադիր ստուգման տանելու ճանապարհով, ապացուցելու, որ ստախոս հոգևորականը, պարոն Կիրակոսյան, եկեք ֆիքսենք։ Ստախոս հոգևորականը իրավունք չունի Աստծո տան մեջ գործունեություն ծավալել, բիզնես գործունեություն ծավալել առանձին դեպքերում, առավել եւս հավատավոր ժողովրդի եւ Աստծո միջև միջնորդ հանդիսանալ։ Այդ մարդը կարա գնա խադավիկ աշխատի, կարա գնա, չգիտեմ, տաքսու վարորդ աշխատի, կարա գնա, չգիտեմ, լրագրող, ինչ ասես, կարա աշխարհիկ կյանք թող գան։ Եթե իրենք չեն պատրաստվում այդ իրենց կողմից ընդունված ուխտը միջև վերջ տանել, այդ ծանրությունը իրենց ուսերին վերցնել, տանել, ճգնավորի կյանքով ապրել, օրինակ լինել եւ իրավամբ մեր եւ բարձրալի միջև կապը ապահովել ու օրինակ լինել մեզ համար։ Ներողություն, այդ մարդիկ թող գան աշխարհիկ կյանք, նրանցից շատերը կարող են բացել կուսակցություններ կամ կարող են մեկը բացել, մնացածը միանալ, մասնակցել ընտրություններին, քաղաքական հայտարարություններ անել, օրինակ ինքնասառեցված մի տերտերի օրինակով ստեր տարածել, միջև իրավապահները կհասնեն իրենց դռանը։ Եվ այսպես շարունակ, թե չէ, գիտեք, փիլոնի տակ պահկվել, փիլոնի տակ պագոնները պահել, փիլոնի տակ պահկված կուսակրոնության ուխտը կնքել եւ զուգահեռ տարբեր անկյուններում ու ծակերում երեխեք ունենալ ու պահել մեծացնել, սա ազնիվ չի։ Եթե նրանք ու իրենք ամենաբարձրն են գոռում ազնվության մասին, պարկեշտության մասին, վերամբարձ ինչ-որ գաղափարներ արտահայտում, լավ արտահայտեք, ովքեր արժանի են եւ ունեն այդ իրավունքը, այդ տեսակետը արտահայտելու, թող արտահայտեն, իսկ նրանք ովքեր որ կուսակրոնության ուխտ են ընդունել, բայց առավոտից երեկո այս կնոջ մոտից այն կնոջ ծոցն են վազում կամ թաքուն երեխաներ են ունենում։ Մի հատ հարց բարձրացնեմ, էլի, թող մեր հանրապետության քաղաքացիներն էլ պատասխանեն։ Օրինակ ձեր երեխաները որ դպրոց են գնում կամ դուք ինքներդ որ դպրոց եք գնացել, համալսարան եք գնացել, ձեր շրջապատում չեք ունեցել մի այնպիսի երեխայի համակուրսեցու, համադասարանցու, որի հայրիկը թաքուն պահված տերտեր է եղել։ Հիմա ես բաներ եմ ասում, որ մարդիկ հիմա էկրանից այն կողմ կամ գուցե պատերի տակ ասեն, այս ինչ խոսակցություն, ախր, այս ինչ, բայց ներողություն, սիրելի հայրենակիցներ, այդ խոսակցությունը պիտի ունենանք առաջին հերթին հայ առաքելական սուրբ եկեղեցին ինստիտուտը առողջացնելու համար։ Եթե ոմանք, իսկ այդպիսիք կան, որ փորձում են ձեռքերը կրակի վրա տաքացնել ու ինքնահաստատվել, որոշ պղծված հոգևորականների նույնականացնելով հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ։ Դա անթույլատրելի է։ Այդ գործելավոճով խորհուրդ չեմ տա շարունակել։ Եթե ձեզ թվում է վարչապետը չունենալով ոչ մի հիմք այդպիսի գրառում է արել, չարաչար դրան վերաբերում, այսինքն այս գրառումը կուսակրոնության ուխտը խախտածների մասին, սա նաև զգուշացում է, որ տեղեկությունների առկայություն կա իհարկե այդ կյանքի, այսպես ասենք, ստվերոտ կողմերի մասին եւ ձեզ հավաստիացնում եմ, դա վարչապետի մակարդակով տեղեկությունների տիրապետման անկյուն չի եւ հարթակ չի, հա։ Ես իզուր չասեցի մեր հայրենակիցները հիմա մեկնաբանությունների դաշտում բազմաթիվ այդպիսի հոգեվորականների անուններ կտան։ Բազմաթիվ։ Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է։ Օրինակ ես ճանաչում եմ մի վարչապետի, ով տիկինը ազգությամբ ռուս է, երիտասարդ տարիներին ապրել է այստեղ, վարչապետը ընդունել է կուսակրոնության ուխտ, ունի 2 զավակ, որդին չի ծառայել հայոց բանակում,
Աղջիկը հիմա գտնվում է Միացյալ Նահանգներում, այդ վարդապետն էլ ծերացավ, մեծացավ, ժողովրդական լեզվով ասած հայ-հայը գնաց, վայ-վայը մնաց, տիկինը վերցրեց, ռուս տիկինը ազգությամբ վերցրեց իր որդուն ու գնաց Ռուսաստանի Դաշնություն ապրելու վարդապետի կողմից գնված շքեղ առանձնատան մեջ։ Սիրելի հայրենակիցներ, քանի այդպիսի օրինակ գիտեք։ Քանի նմանատիպ օրինակ գիտեք։ Լավ, դա ճիշտ է։ Կամ ինչի մասին է խոսում վարչապետը։ Մեջբերում է Աստվածաշնչյան հայտնի տողեր, որ Աստծո տունը ուղղակի չի կարելի դարձնել առևտրի եւ վաճառականության կետ։ Իսկ ինչի է վերածված այսօր եկեղեցին։ Մոմավաճառության կետ է։ Դուք որևէ հոգեվորականի ճանաչում եք, օրինակ, որ հուղարկավորության արարողությանը հենց այդպես անվճար գա անցկացնի։ Բացառություններ կան, քավլիցի, հոգեվորականության մեջ կան բացառություններ, կան իրականում էտալոնային կերպարներ, որոնց պետք է նայել, եկող սերունդը պետք է նայի, ընդօրինակի եւ այդ ճանապարհով գնա։ Խոսքս դրանց մասին չի։ Խոսքը սեն փիլոնի տակ պահկված բիզնեսմենների մասին է։ Թե դա ավանդույթ է, որ ժողովուրդը պահել է իր հոգեվորականին, հա։ Էլի ենք պահում, բայց եթե հոգեվորականի սքեմի տակ պահկված սրբապիղծներ են մեր շուրջը հայտնվում, իսկ ներողություն, որևէ մշակույթով եւ ենթամշակույթով կարծում եմ դա ընդունելի չի, չէ, որ մարդը, չգիտեմ, մարդ էլ արժի դրան անվանել, սեփական քեռու տիկնոջ վրա է աշկը դնում։ Դա նորմալ է։ Դա սրբապղծություն չի, ինչ է։ Դրա համար եմ ասում, այդ շրջանակները, որ հիմա ձեռքերը տաքացնում են, փորձում են որոշ սրբապիղծների բերել նույնականացնել հայ առաքելական եկեղեցու եւ ինստիտուտի հետ, ասում եմ զգուշ եղեք։ Զգուշ եղեք, փաստերի վերհանման դեպքում դուք պատասխան եք տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կոնկրետ անձանց, կոնկրետ լայն շրջանակի։ Իսկ այդ անձինք եկեղեցում վտանգավոր այդ անձինք եկեղեցում են շատ, այդ անձանց պաշտպանողները, հովանավորողները եկեղեցուց դուրս հանրապետության թիվ 1 աթեիստի շրջապատում եւս բավականին շատ են։ Վարչապետը խոսեց նաև կաթողիկոսի ընտրության մասին, ասաց Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարևարկության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։ Սա ճիշտ ճանապարհ է կաթողիկոսի ընտրությանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը, ինչպես փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեսեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մենք խոսում ենք վարչապետի հայտարարության, կրառումների, դրա արձագանքների եւ ընդհանրապես մեծ հաշվով, եթե կուզեք, պետություն, եկեղեցի եւ եկեղեցի իշխանություն փոխհարաբերությունների մասին եւ հասանք վարչապետի հայտարարությանը կաթողիկոսի ընտրության ընթացակարգը փոխելու անհրաժեշտության մասին։ Սրա հետ կապված արդյոք պետությունը պետք է միջամտի, ինչպես վարչապետն է ասում, վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Ով եթե ոչ պետությունը, ով եթե ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Բայց կաթողիկոսն կաթողիկոսն է։ Ամենայն հայոց է, չէ՞ կոչվում, ամենայն հայոց կաթողիկոս։ Ում կաթողիկոսն է։ Ով եթե ոչ ժողովուրդը, ով եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց ես կարծում եմ, այստեղ պետքա առաջին հերթին խոսք գնա կաթողիկոսի փոփոխության մասին։ Ես այդ թեման բացում եմ։ Հենց ձեր տաղավարում եմ բացում, ու իզուր չի որ բացում եմ։ Այդ թեման որ բացում եմ, հիմքում կրկին դնում եմ կուսակրոնության ուխտի խախտման փաստը։ Առնվազն մամուլում հրապարակ օրաթերթը տարիներ շարունակ կատարել է հրապարակումներ կաթողիկոսի եւ կաթողիկոսի ենթադրյալ երեխայի առկայության մասին։ Այստեղ կարծում եմ պետությունը անելիք ունի, պետությունը գործող կանոնակարգով հայ առաքելական եկեղեցու կանոնակարգով նման բան չի նախատեսում կաթողիկոսի փոփոխություն։ Կաթողիկոսը մինչև իր հայ առաքելական եկեղեցին ասում է այն բարձրաստիճան հոգևորականը, որը որ
տվել է կուսակրոնության ու կկնքել է կուսակրոնության ուխտ եւ խախտել է այդ ուխտը չի ասում երեխա ունենալ չունենալ, այստեղ երեխա ունենալու հանգամանքը ընդհանուր իրավիճակը ծանրացնող ոչ թե մեղմացնող հանգամանք է անգամ սեռական բնույթի խոսակցություններն ու ասեկոսեները երբ որ գալիս դիպչում են այդ հոգեվորականին եւ դա ապացուցվում է հոգեվորական ուղղակի փիլոնազրկում է Միքայել Աճապահյանը զբաղված է բառախաղով եւ գավառական շուստրիությամբ ներկա պարագայում որ փորձում է ապաշխարության տակ դա քողարկել դա ապաշխարությամբ չի քողարկվում Մականացուները Գրիգոր Լուսավորչի ոչ մեկը սաղմեղ չենք առավել եւս բա դրա համար ինձ համար պարոն Կիրակոսյան ինձ համար նաեւ հայ առաքելական եկեղեցու սպասավորների ձեռքը համբուրելու տեսարանն անգամ անընդունելի ես ինքս առաքելական եկեղեցու հետևորդ եմ բայց այդ տեսարանն ինձ համար անընդունելի է եղել բոլոր ժամանակներում եւ դա հիմնավորում եմ այսպես բոլորս մսից եւ արունից ենք բոլորս մահկանացուներ ենք դրա բոլոր բնական եւ ոչ բնական հետևանքներով այնպես որ այստեղ էլ պետքա ուշադիր լինել եւ որևէ մեկը չի ասում որ սխալվելու իրավունք չունեն եթե սխալվում են եկեղեցին ունի հստակ կանոնակարգ այդ կանոնակարգի համաձայն պետքա իսկ այս դեպքում ես հորդորում եմ հայ առաքելական եկեղեցու այն արժանավոր սպասավորներին իսկ նրանք իրականում կան որոնց առանց ես խոնարհվում եմ որպեսզի այդ process-ը ներսից իրենք նախաձեռնեն որպեսզի բանը չհասնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների process-ի մեջ ներգրավվելու այն եպիսկոպոսած դասի բարձրաստիճան եպիսկոպոսներն ովքեր այդ բարոյական իրավունքն ունեն այդ հարցը բարձրացնելու եւ ունեն այդ ճանապարհը որ այդ ճանապարհն անցել են եւ ունեն դրա իրավունքը նրանք կարծում եմ հենց իրենք այդ հարցը կբարձրացնեն եւ այդ իզոլացված կարգավիճակից իրանք դուրս կգան իսկ այդպիսիք հավաստիացնում եմ ձեզ մաֆիոզական տրամաբանությամբ գործող եկեղեցական որոշ շրջանակների կողմից իզոլացվել են հիմա նրանք ինձ լսում են ես նրանց հետ առանձին նաեւ օրեր առաջ շփում եմ ունեցել իրենց նախաձեռնությամբ եւ այդ իրենք են այդ իզոլացված բառը ես իրենցից եմ վերցրել իրենք են ասում որ իրենք իզոլացված են եւ իրենք այստեղ անկարող են իրենց էլ եմ ասել դուք անկարող չեք դուք հնարավորություն ունեք եւ դուք նախաձեռնեք ժողովրդի աջակցությունը վստահաբար կստանաք մնացածը գիտեք եթե կասկածներ կա այստեղ գալու է հակադարձումները վայ պետությունը սուտ է ասում վայ չգիտեմ պաշտոնյան կոնկրետ պաշտոնյան սուտ է ասում չկա այդպիսի բան Ները սատանան եւ այլն առաջարկում եմ հիստերիայի մեջ չընկնել Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ այդ թվում նաեւ բժշկական այդ թվում նաեւ լաբորատոր ինստիտուտներ բոլոր կասկածները փարատելու համար դիմեք նաեւ հատուկ ծառայություններ ինչու ոչ դիմեք այդ ինստիտուտների օգնությանը չեք վստահում Քավլիցի դիմեք Արտասամանյան այդպիսի ինստիտուտների օգնությանը Երբ որ ճշմարտությունը դուրս կգա ջրի երես, ջրերը կզուլալվի, այդտեղ կհասկանանք ով ինչ պիտի։ Պատասխանը հասունացրեց հաջորդ հարցը այն է թե ինչպիսին էր հոգեվորականների արձագանքը, արդյոք համապատասխան եւ համարժեք էր ստեղծված իրավիճակին եւ ինչպիսին պիտի լինի եկեղեցու ինստիտուցիոնալ արձագանքը այս ամեն ինչին։ Կարծում եմ առնվազն պետքա ներքին քննարկումներ իրենք եկեղեցու ներսում ունենան վերջից կամ որ այդ բոլոր մեղադրանքները ում ուղղությամբ որ գնացել է քննություն տարվի, բարձվի, որոշները փիլոնազրկվեն, դուրս վռնդվեն ընդհուպ եկեղեցուց, սա պետք է անի եկեղեցին։ Ինչ կլինի կամ եկեղեցու արձագանքը որքանով էր համարժեք եկեղեցու որոշ սպասավորների եւ հոգեվորականների գիտեք նրանցից մեկը կա որ տեղից դղկում է եւ հայտարարում է որ օրինակ եկեղեցուց ինքը ուշով հետևում է նրանց ովքեր որ թիրախավորում են եկեղեցու որոշ սպասավորների եւ ուղակի եկեղեցի մտնելու պարագայում այդ մարդկանց ֆիքսելա եւ դուրս կվռնդի Աստծո տնից Ուրեմն այդպիսի հոգեվորականին ասում եմ գլուխդ պատին կտաս։ Ես օրինակ շատ ես կճշտեմ այդ հոգեվորականը որտեղ է ծառայություն իրականացնում եւ անձամբ ես կգնամ այդ եկեղեցի դրսից խանութից գնված մոմը այդ եկեղեցում
վառելու եւ աղոտ քղելու առ Աստված։ Ու թող փորձի ինձ կամ որևէ մեկ այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով էս թեմայի շուրջ խոսում է, եկեղեցուց դուրս բռնդի։ Եկեղեցին կարող է պապուցած ստացած ժառանգությունը, չեմ հասկանում։ Կարող է պապը տակատակ է, հերը տակատակ է, դա Աստծո տունն է։ Որևէ մեկի սեփականությունը չի։ Այսպիսի արձագանքներ էլ կան օրինակ եկեղեցականների կողմից։ Փոխանակ նրանք օրինակ շատ են չէ սիրում մեղադրել քաղաքականության մեջ խորանալ, փիլոնը քշտել ու մտնել քաղաքական process-ների մեջ։ Լսեք, քաղաքականության մեջ կան գրված ու չգրված կանոններ։ Քաղաքականության մեջ չգրված կանոնների համաձայն, երբ որ դուք ստանում եք պատասխան, մի հիստերիկացեք, դա նորմալ է։ Մի մտեք քաղաքականություն, ձեզ ոչ մեկ չի խնդրել։ Առավել ևս ադրբեջանական թեզերով։ Հիմնավոր եմ ինչու ադրբեջանական թեզերով, այն ինքնասառեցված տերտերը, աշխարհիկ անունը Վազգեն, հոգևոր անունը Բագրատ Գալստանյանը։ Ինչ էր, ես ներողություն, դե եթե կանչել եք բան կիրախոսում, դուք խոսեմ։ Ինչ էր ասում։ Մի տարի-տարիուկես առաջ։ Ոսկեպարի եկեղեցին այս ապիկար, դավաճան, հողատու իշխանությունները հանձնել են Ադրբեջանին։ Ներողություն խնդրել է միջև այսօր։ Վեհապար Հայրապետ, ներողություն դու պատրաստվում ես անձամբ խնդրել, որ հովանավորում էիր եւ օրհնում էիր նրա շարժումը։ Ու մի բան էլ ասեմ, այդ ոսկեպարի եկեղեցու Ադրբեջանին հանձնելու fake նորությունը կամ fake լուրը ում էր ավելի շատ ձեռնտու կամ որ երկրի հատուկ ծառայությունները միլիոնավոր դոլարներ ուղակի կծախսեին Հայաստանի Հանրապետության ներսում այդ տեղեկությունը հնարավորինս տարածելու համար։ Առաջին հերթին Ադրբեջանի հատուկ ծառայությունները, հետո Ռուսաստանի Դաշնության, որտեղ Ռուսաստանը մշտապես հետապնդում է տարածաշրջանում հավերժ թշնամանքի քաղաքականությունը։ Հետո կարող են գնալ ու հասնել Անկարա։ Դուք չեմ հասկանում, իրանք իրանց հաշիվ տալիս են։ Կանգնեք, ասեք ժողովուրդ ջան, սխալվել ենք։ Տեղեկությունը մեզ հասած սխալ էր, ներողություն։ Ով եթե ոչ հոգևորականը։ Ներողություն բառն առաջինը ով պիտի օգտագործի, եթե ոչ հոգևորականը, ով պիտի հանդուրժողականություն քարոզի, եթե ոչ հոգևորականը, ով պիտի սեր քարոզի, եթե ոչ հոգևորականը։ Այս մարդիկ առավոտից իրիկում պարավ ջադուի նման պատերի տակ նստած անիծում են։ Ես չգիտեմ, մեր զրույցի սկզբում նշեցի, որ խորքային խնդիրներ են ջրերես դուրս գալիս կամ կային դրանց սկսում են անդրադառնալ, բայց այս կարգի խորանալը արդյոք նաև բացասական ինչ-որ հետևանքներ չունի։ Ի վերջո բերում է եկեղեցու նկատմամբ հանրային վստահության էլ ավելի նվազման, իսկ սա վտանգավոր բան չէ։ Ես էլ եմ ձեզ խնդրում, եկեղեցի եւ եկեղեցու որոշ ապիկար սպասավորներ եկեք տարանջատենք։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող գերակշիռ մեծամասնությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոտի մասն է եւ հետևորդն է։ Ես ինքս առաջին հերթին, բայց այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձեզ ինչի՞ է թվում, որ այդ հոգևորականների ցոփ ու շվայտ կյանքը չեն տեսնում։ Մեզ բոլորիս թվում է, որ մենք ամեն ինչ գիտենք, բայց մեր շուրջ ապրող մեր հարևանը, մեր ընկերը, մեր բարեկամը, մեր հայրենակիցը դա չի տեսնում, չգիտի, խնջույքների չեն մասնակցում։ Խնջույքներից հետո այդ խնջույքների շարունակությանը չեն մասնակցում կամ չեն տեսնում ինչպես է շարունակությունը եւ որ հիմնարկներում է շարունակվում։ Էլ եմ կրկնում, պատերի ծակերի անկյուններում պահված ապորինի զավակների մասին տեղեկությունը չունի եւ չգիտի, բենթլիների մասին չգիտի։ Մեզ ինչի է թվում այս հասարակությունը դա չգիտի կամ մեզ ինչի է թվում որ այդ խնդիրների մասին խոսելու այդ խնդիրները լուծելը եկեղեցին թիրախավորելը։ Լուծելու ճանապարհը որն է, բացի այն, որ եկեղեցին իր ներսում քննարկումներ կազմակերպի, բարեփոխումներ իրականացնի եւ այլն։ Եկեղեցի պետություն հարաբերություններում ես ասի կարծես թե օրենսդրորեն կարգավորված, գուցե էլի կարգավորելու կարիք կա, գուցե համանդրական փոփոխությունների ճանապարհում այդ գործընթացում այս հարցն էլ պիտի դիտարկվի։ Սա մեկ եւ երկրորդը քաղաքական մշակույթ։ Հիմա մենք այս դրվագների մասին խոսում ենք, իրար կապում ենք, խորքային հարցերը վերհանում ենք, բայց սա չի կարող դուրս լինել ընդհանուր քաղաքական մշակույթից, այդ մշակույթի շրջանակից, քաղաքական խոսքի որակից, դերակատարների պատասխանատվությունից, հանրային ընկալումներից եւ այլն եւ այլն։ Վերջից կամ քաղաքական խոսույթը, քաղաքական խոսքի որակը
Ես շատ ուրախ եմ։ Իդեպ երկամսյա գրեթե ամենօրյա հարցազրույցների ժամանակ իմ կողմից օգտագործված կակոյ պրիվետ Էլբեթար ատվետը կարծես թե հասել է վարչապետի տներին ու սկսել է վարչապետն ինքը այդ սկզբունքը գործածել։ Գիտեք, մարդիկ ովքեր այլ լեզու չեն հասկանում եւ մի իրավիճակ, որ հանրապետությունում իրավապահ համակարգը գործում է անատամ եւ արձագանքողի դերում է հանդես գալիս եւ առանձին դեպքերում իրավական իմպոտենցիայի դրսևորումներով է դա զուգորդվում ու այս մարդկանց լկտիության հակառակ բևեռի կապ չունի որ բևեռն է իրականում յուրաքանչյուր բևեռ որ ավելի են լկտի անում եւ բառապաշարի ու բառաֆոնդի մեջ նրանք ավելի լկտի բառեր են օգտագործվում աչք տալով օրինակ օվկիանոսից այն կողմ հայտնի բլոգերին ոսկե Վարդան Ղուկասյանի դոգի մասին ու փորձում են Հայաստանի Հանրապետության ներսում չինական դոգ խաղալով Վարդան Ղուկասյանի էլեկտորատը իրանց տակ քաշել։ Գիտեք, Վարդան Ղուկասյանը օվկիանոսից այն կողմ էր։ Ու պետք է ասեմ նա ֆենոմեն էր, դա նրա մենաշնորհն է։ Չինական դոգ չփորձեք Հայաստանի Հանրապետության ներսում խաղալ։ Առնվազն տեղերը գիտենք, ով որտեղ է։ Առնվազն այդ իրենց կողմից այդ բևեռը շատ է, չէ՞ սիրում հակառակ բևեռը։ Հայտնի բևեռի մասին չի խոսքը, հակառակ բևեռը շատ է սիրում, չի ասել որ բանա։ Մեր արժեքների մեջ մտնում է նաև այն, որ մարդուն չի կարելի հայհոյել։ Մեր արժեքների մեջ մտնում է նաև այն, որ մարդու ընտանիքը չի կարելի թիրախավորել։ Ու եթե դու թիրախավորում ես, հայհոյում ես, ամենակիչը իրելի իրանց կակ մինիմում իրանց հասկանալի լեզվով, իրանց տերերին հասկանալի լեզվով ասեմ։ Ամենակիչը ստանում ես ի պատասխան 2 հարկանի հայոյանքին 16 հարկանի հայոյանք, իսկ հավաստիացնում եմ ձեզ մենք տիրապետում ենք դրան եւս։ Որտեւ այստեղ ծնվել ենք, այստեղ դպրոց ենք գնացել, այստեղ սպորտ ենք գնացել, այստեղ փողոց ենք դուրս եկել, ամեն ինչին էլ տիրապետում ենք։ Քաղաքական այս պարագայում ես պատկերացնում թե առաջիկա ժամանակաշրջանը մինչև ընտրություններ այդ ինչպիսի դրսևորումներ են լինելու։ Ես այդ կարծիքին չեմ, պարոն Կիրակոսյան, ես այդ կարծիքին չեմ։ Ես հավաստիացնում եմ ձեզ տեղից ծղրտացող որոշ գործիչներ ստանալով իրենց կողմից որդեգրված սկզբունքներով խիստ անհամարժեք պատասխան հավաստիացնում եմ ձեզ այդ մկանցակերից դուրս չեն գալու։ Այդ որ այդպես խոսում են, այդպես ցույց են տալիս, որ իրանք այդպես ուժեղ տղերք են, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի փեշագը վերցրել են դոգի ու չինական դոգ են խաղում, կարճ է ճանապարհը։ Չինական դոգերի ճանապարհը Հայաստանի Հանրապետության ներսում շատ կարճ է ու շատ վտանգավոր է նաև։ Սա հատուկ իրենց համար ասեմ, շատ կարճ ու վտանգավոր է։ Այս ճանապարհով թող չփորձեն գնան։ Ու հույս ունեմ, որ գոնե թե սա կլինի ազդակ, որ պետքա կանգ առնել։ Ուզում եք գաք, նորից եմ կրկնում, ուզում եք խոսել, ուզում եք խնդիրներ վերհանել, ուզում եք երկրի անվտանգության, մեր հայրենակիցների, Հայաստանի Հանրապետության համար որևէ լավ աշխատանք կատարել եւ ճանապարհներ եք փնտրում։ Եղեք քաղաքակիրթ, կլինեք քաղաքակիրթ, 10 անգամ ավելի քաղաքակիրթ պատասխան կստանաք եւ կլինենք ձեզ հետ ավելի քաղաքակիրթ։ Չեք լինի քաղաքակիրթ, առնվազն իրենց էլ սովորեցրած կլինեն, թե այդ դեպքերում ինչ են անում։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։